Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես Իրան-Իսրայել հակամարտության հնարավոր ազդեցության վերաբերյալ կառավարությունում որոշակի դատողություններ կան, տարբեր զարգացումներ հնարավոր են։ Ֆինանսների նախարարի դիտարկմամբ ռիսկային սցենարներից մեկը վերաբերում է տնտեսական աճին, որը 5.1-ի փոխարեն կարող է լինել 1.3%։ Որպես հնարավոր բացասական ազդեցություն նախարարը նշել է, որ Իրանից Հայաստանի Հանրապետություն մատակարարումների խաթարումները եւ որպես հետևանք իրանական արտադրության ապրանքների թանկացումը։ Չի բացառել նաեւ, որ հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը եւս սկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր, ինչն իր հերթին կազդի Հայաստանին ուղղված գումարների տոկոսադրույքերի վրա։ Մենք տարբեր սցենարներ ենք ներկայացնում հենց այդ փաստաթղթի մեջ, այդ ռիսկային սցենարների ազդեցությունը նույնպես գնահատում ենք եւ ցուցանիշներն էլ դնում ենք։ Օրինակ, եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է լինել 5.1-ի փոխարեն 1.3%։ Հիմա ինչ վերաբերվում է Իրանի եւ Իսրայելի միջև սրացմանը, ելի կան երևույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա, եւ դա շատ բան կախված է այդ սրացման աստիճանից եւ կախված է դրա տևողությունից։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնեմ, որ երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց 2022 թվականին, մենք ելնելով 14 թվականի մեր փորձից միանգամից սկսեցինք նայել վատթարացման սցենարներ, բայց իրական կյանքը եղավ մի փոքր ոչ այդպես բարեբախտաբար եւ մենք ունեցանք ավելի դրական զարգացումներ դրա հետևանքով։ Հիմա էլ մենք չենք շտապում եզրակացություններ անել, մեր անելիքները մնում են նույնը, այսինքն անելիքների հետ կապված տարբերություն չկա։ Իհարկե մեր գործընկերները նաև էկոնոմիկայի նախարարությունում վստահ եմ զբաղվում են այն հարցով, մեր լոգիստիկ մատակարարումների հետ կապված հարցերը, որը Իրանը միջոցով է տեղի ունենում, ինչպես նրանք կարող են կազմակերպվել այս միջավայրում, որի պատասխանը ես հիմա անմիջապես չեմ կարող տալ, որովհետև անմիջականորեն ներգրաված չեմ այդ աշխատանքներում։ Էկոնոմիկայի նախարարն էլ խորհրդարանում հայտարարել է, որ ռազմական գործողությունների պատճառով մի շարք բեռներ Բանդար Աբաս նավահանգստում կանգնած են, որոշ բեռներ էլ ճանապարհներին են։ Գևորգ Պապոյանի խոսքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել արտահանման եւ Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծման հետ կապված։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը քանիցս արտգործնախարարությունը հնչեցրել է եւ եւս մեկ անգամ չեմ վարանի կնշեմ, որ հույս ունենք, որ կհաստատվի շուտապույտ խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր է, տարածաշրջանային կայունությունը շատ կարևոր է բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար, եւ ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ հակամարտության այս քանի օրերի ընթացքում բնականաբար որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողները արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդար Աբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ, հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում եւ մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև ուրեմն կավարտվի այս հակամարտությունը եւ կարողանանք բարեկամ Իրանի տարածքով շարունակենք ազատ առևտուր իրականացնել, ինչպես նախկինում տեղի ունեցել։ Իդեպ Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել է, որ հայկական բեռնատարների անցումը Վրաստանի տարածքով կրկին դանդաղել է։ Անընդհատ տվյալներ են ստանում վրացի գործընկերներից այն մասին, թե քանի մեքենա է Վրաստանի տարածքով մեկնել Ռուսաստան եւ քանիսն են դեռ ճանապարհներին։ Նամակ է ստացել վրացի գործընկերներից, խոստացել են զանգահարել եւ քննարկել տրանսպորտային միջոցների կրկնվող ուշացումները։
Շարունակենք, իրավաբաններն ու հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները քննարկել են պետություն եկեղեցի հարաբերությունների խնդիրները։ Քննարկումից հետո Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանն ու Միքայել Սրբազանը լրագրողների հետ զրույցում դատապարտել են եկեղեցու դեմ իշխանության գործողությունները, նշել, որ կուսակրոնությունն այն մեծ խնդիրը չէ, որը ծառացած է, կան շատ այլ մարտահրավերներ։ Այսօրվա Հայաստանում ստեղծված կացության պատճառը բացարձակապես կուսակրոնության ուխտի խախտումը չէ։ Բոլոր նրանք, ովքեր որ շեշտադրում են կատարում կուսակրոնության ուխտի կատարման խախտումների վերաբերյալ, պետք է մեկընդմիշտ հիշեն։ Հայաստանում գոյություն ունեն ծանր լրջագույն մարտահրավերներ եւ բացարձակապես կուսակրոնության ուխտի հետ առնչված խնդիրը դրա հետ չի առնչվում։ Ուրեմն զուր տեղ է, թե որոշ մարդիկ եկեղեցական բարեփոխիչի պատմության չհակնեն, կլինեն դրանք բարձրաստիճան պաշտոնյաներ կամ սովորական քաղաքացիներ։ Մենք տեսանք, թե 18 թվականին երկիրը բարեփոխելու իրենց ջանքերը ինչի հանգեցրեց։ Շատ շնորհակալ ենք եկեղեցին բարեփոխելու իրենց ցանկությունից։ Եթե նման բարեփոխիչներ մենք ունենանք եկեղեցում, ցավում եմ, որ այլևս բարեփոխելու ոչինչ չի մնալու։ Այդ բարեփոխիչները թող իրենց բարեփոխեն։ Գիտեք, չարին չարով չենք պատասխանում։ Եկեղեցի ենք մենք, չէ՞։ Մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։ Ուզում եք ասել հիմա էլ միջոցառում լինի նրանք կհրավիրվեն սիրահորժան։ Ես կողմ չեմ լինի հրավիրելուն, բայց եթե մեծամասնությունը հա, բայց ես համաձայնությունս հայտնեցի մեծամասնության, որ մեծամասնությունը այդպես որոշեց, ասել է որևիցե արարգություն ցույց չտվի։ Բայց Փաշինյանը ինքն է անընդհատ սար դրել ձեր եւ պետության։ Այո, ինքը կարող է անել, բայց մենք նույն ձևով եւ նույն մեթոդներով չենք կարող պատասխանել։ Մենք եկեղեցի ենք։ Այսինքն դուք քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է Բեհարանը Բեհի։ Ինչի մանամ է, ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Դուք պետք է իմանաք։ Քրիստոնեաբար պետք է հարձակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ ինչ այս Իհարկե վստահ եմ։ Իրենք տեսեք ով էր նրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենտանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞։ Փորձելով սեպ խրել ամուսնացյալ եւ կուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն բարձր Չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ նույն կուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, հա, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցու մեջ, դա չի հաջողվի։ Մարիաթորի հսկողության ներքո գործող Իսմիլյան բուժկենտրոնի տնօրենը եւս դատապարտել է իշխանության քայլերը։ Արմեն Չարչյանը նշել է, որ այս հակամարտությունը խարխլում է պետականության հիմքերը, ազգային արժեքների հիմքերն ու ինքնությունը։ Այսօր մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը, հայ պետականությունը կանգնած է գոյաբանական խնդրի առջև, լինել թե չլինելու առջև է կանգնած։ Եվ այսօր իշխանություն եւ եկեղեցի հակամարտությունը միայն խարխլում է մեր պետականության հիմքերը։ Անկախ նրանից, թե ում կողմից է դա խրախուսվում եւ ում կողմից է դա այդ կրակի վրա լիուղ լցվում կամ բենզին լցվում, չգիտեմ ինչպես ուզում ենք ասենք, դա խարխլում է մեր պետականության հիմքերը եւ խարխլում է մեր ազգային արժեքների հիմքերը, խարխլում է մեր ազգային ինքնությունը, ինձ համար շատ ցավալի է տեսնել սա եւ ինձ համար շատ ցավալի է ընկալել, որ հասկացություն պետության, իշխանության եւ եկեղեցու միջև չկա եւ իշխանությունները հակասահմանադրորեն ապօրինի փորձում են մտնել նաեւ այս դաշտ։ Հույդա Հայաստանի կառույցը վճռական է շարունակելու ազգային դիմադրության պայքարը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է հայտարարել։ Նաև փակագծեր է բացել իմպիչմենթի գործընթացից։ Երբ նախաձեռնողները 1.5 ամիս առաջ դիմել են իմպիչմենթ սկսելու համար, մենք հայտարարել ենք, թե Փաշինյանին հեռացնելու բոլոր հիմքերը կան։ Մենք այս պահին իմպիչմենթի գործընթաց չենք սկսում, քանի որ դրա համար բավարար ստորագրություններ չունենք, ասել է Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով գործընթացում պատիվ ունեմ խմբակցության ցուցակի տակ չստորագրելու եւ առանձին ցուցակով հանդես գալու փաստին։ Մեր
խոսակցության ընթացքում իմ ընկեր Հայկ Մամիջանյանը իրենց 6 ստորագրությունը դրել էր իրենց էջին։ Եվ իմ հայտարարությունից հետո գնաց խոսակցություն, շատ կարևոր դետալ է սա, որ Հայաստան խմբակցության պատգամավորները ոչ բոլորն են համաձայն իմպիչմենտի գործընթացին, որովհետև որոշները կաշկանդված են ինչ-որ քրեական գործերով։ Դրանից հետո, չնայած մենք խորհրդակցել էինք մեր պատգամավորների հետ, ունեինք այդ համաձայնությունը, մենք 1 ժամվա մեջ հրավիրել ենք մեր պատգամավորներին ստեղ, ստորագրել ենք, ընդ որում բոլոր ստորագրողներին ասել ենք, որ Դավիթ Համբարձումյանով անվստահություն հանձնելու գործընթացի համար ստորագրել են, հրապարակել են, որպեսզի այդ խոսակցությունները եւս փակենք եւ ասել ենք, քանի որ նաեւ հայտնի չի երբ այս գործընթացը սկսում, հրապարակային կա, մի կենտրոնացեք մեր վրա, եկեք մենք էլ ձեր հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար։ Դրանից ինչ ենք արժանացել։ Այս իմպիչմենտի նախաձեռնողները որոշները չափը կորցրել են նաեւ։ Այսինքն, օրինակ մեկը ասում է, որ Իշխան Սահաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, ինչ որ համեմատություն անում, ինչի դիմադրության ժամանակ մենք մեր ընտանիքի կամ ստորագրությունները կամ ֆոտոները նկարում հրապարակում ենք, կամ ինչ է նշանակում այն ձևակերպումները, որ տալիս են Հայաստան խմբակցության պատգամավորներին, ու ես արդեն շատ կոնկրետ ստեղ հարցադրումներ կա, այս ասածների պատասխանը այլևս մենք ումից ենք ուզելու։ Արդյոք մեր գործընկերները այս մակարդակով եւ այս ձևով են խոսում մեր հետ, շանտաժի այս լեզվով եւ արդյոք ամենակարևորը, այսինքն այս մթնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզում այս գործընթացը հաջողի ու նման կերպ ենք մոտենում այս գործընթացի հաջողությանը կամ արդյունքներին։ Սրանք հարցադրումներ են, որոնք արդեն առաջ են գալիս։ Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի Քասախ համայնքը։ Ակցիայի մասնակիցները փորձել են փակել Երևան-Աշտարակ մայրուղին, վիճակը լարվել է, ինչից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մի խումբ մասնակիցների։ Բռնություն է կիրառվել նաև տեղում մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողի նկատմամբ։ Բնակիչները նախկինում երթևեկում էին հարմարավետ ավտոբուսներով, իսկ հիմա իրենց առաջարկում են երթևեկել գազելով, իսկ ուղևորցն էլ թանկացրել են։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժին ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ոստիկանության ծառայողի եւ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից։ Դաշնշադի դան միացը տվեցին դան միացը առաջ առաջ մի շղթան առաջ հանգիստ տվեցում ենք առաջ այսօր վրթելով ճիշտ է ճիշտ է Alo. Digo carne. Ջայլերը խտղու խոսքի վերցնեն ոստիկանցին բանեն ուր է այդ օրենքը ուր է այդ
պաշտոնավորները։ Թող կան լեգնահանի չա։ Մի հատ ավտոբուսի հարց է։ Հանգիստ մեկը ձեր նկատմամբ ուշ չի կիրառում ավտոբուսը թող աշխատի արա։ Ուղղակի հարցը կարելի էր հանգիստ ձևով լուծել։ Էդի արդեն որ ես ինքս կորոշեմ ումը կընտրեմ, ինչ կընտրեմ։ Այնում որ ընտրել ենք մենք 10 ծերով ճանապարհ փակելով, որ կարելի էր ճանապարհ փակելով հարց լուծել անմիջապես Փաշինյանից ուղղակի խնդիրը ես չգիտեմ ինքը կարող է տեղյակ էլ չի սրանից։ Հա, ես լուրջ եմ ասում, կարող է ինքը տեղյակ էլ չի։ Կարող անենց մարդիկ են տեղյակ, որ ինքը բան էլ չի։ Ես չգիտեմ, եթե հետևեր ինքը չեմ կարծում, որ ժողովրդին սենց տեմ կգնար։ Իրականությունից կտրված ապրում են։ Հա, երևի։ Էդի նմանը ձեր ասածը նամակ ռուսաց թակավորին, որ նամակը գրում տղին կանչելու համար։ Բայց ի՞նչ է։ Նիկոլը ոնց խաբար չէ, ոնց տեղեկություն ունի, եթե տեղեկություն ավելի վատի համար։ Ես եթե տեղեկություն ունի, այսքան ժողովուրդ, այսքան սալդատու զինվոր ա ուղարկել։ Այժմ ներկայացնում ենք միջազգային թեմաները։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ, բացի այդ վիրավորվել է 1227 մարդ։ Ըստ Իրանի առողջապահական գերատեսչության զոհերի եւ վիրավորների 90%-ը քաղաքացիական անձիկ են։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ բնակչության շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը հակասում է իսրայելական այն պնդումներին, թե իրականացվել են ճշգրիտ հարվածներ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային X սոցիալական հարթակում գրել է, որ իսրայելական հարվածների զոհերի թվում կա 73 կին եւ երեխա։ Իսրայելում Իրանի հրթիռային հարձակումների 3 օրվա ընթացքում զոհվել է 24 մարդ, 600-ը վիրավորվել է, ասվում է կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարությունում։ 24 զոհ, 592 վիրավոր, որից 10-ը ծանր վիճակում, 36-ը միջին ծանրության, իսկ 546-ը թեթև վնասվածքներով, ասվում է հայտարարությունում։ Մամուլի ծառայության տվյալներով Իսրայելում գրանցվել է իրանական հրթիռների անկման 30 վայր, իսկ Իրանից Իսրայելի ուղղությամբ 3 օրվա ընթացքում արձակված հրթիռների ընդհանուր թիվը գնահատվում է 370։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դատապարտել է գիշերն Իրանի կողմից Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով իրականացված հարձակումը, Թեհրանի բնակիչներին սպառնալով հակահարվածով։ Այդ մասին Կացը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանն ու Իսրայելը կկարողանան համաձայնության գալ եւ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցի ժամանակ նախքան Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովին մեկնելը։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար երկրներին պետք է թույլ տալ վեճը հասցնել մինչև վերջ։ Թրամփը նաև հաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Իսրայելի պաշտպանությանը, սակայն ամերիկացի առաջնորդը չի ասել, թե արդյոք խնդրել է այդ երկրին դադարեցնել Իրանին ուղղված հարվածները։ Թեհրանն էլ Կատարին եւ Օմանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ իր շփումների միջնորդներին հայտնել է, որ Թեհրանը բաց չէ հրադադարի շուրջ բանակցությունների համար, քանի դեռ գտնվում է իսրայելական հարվածների տակ։ Աշխարհի ամենահարուստ երկրներից մի քանիսի առաջնորդները հավաքվել են Կանադայում այս տարվա G7 գագաթնաժողովի համար։ Էլիտար հավաքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արևմտյան դաշնակիցները բախվում են բազմաթիվ ճգնաժամերի, 3 մայրցամաքներում հակամարտություններից մինչև համաշխարհային տնտեսական անկայունություն։ Կանադան այս տարի նախագահում է G7-ը եւ հյուրընկալել է Իտալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի առաջնորդներին։ Սակայն Մարկ Քարնիի մշակված օրակարգը այժմ խափանվել է Իսրայել-Իրան հակամարտության պատճառով, եւ սա նրա առաջին խոշոր միջազգային հավաքն է որպես Կանադայի վարչապետ։ Իրանի հարցը անկասկած կգլխավորի G7 գագաթնաժողովը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Գրենլանդիայի տարածքում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին։ Կղզին Միացյալ Նահանգների կազմում ընդգրկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։
Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է Դանիայի վարչապետի եւ Գրենլանդիայի վարչապետի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին, ավելացնելու իր ներգրավվածությունը Արկտիկայում համատեղ զորավարժությունների եւ սոցիալական գործընկերություն հաստատելու միջոցով։ Մակրոնը նաեւ քննադատել է Թրամփի հայտարարությունները Դանիայի կազմում գտնվող կղզին վերահսկողության տակ վերցնելու մասին։ Կիրակի Հնդկաստանի արևմտյան Մահարշատրա նահանգի կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, 32-ը վիրավորվել է, իսկ մի քանիսին տարել է գետի ջրի հոսանքը։ Կամուրջը փլուզվել է, երբ ավելի քան 100 զբոսաշրջիկ փորձել են սելֆի անել դրա վրա։ Փլուզված կամուրջն անցնում էր Ինտրայանի գետի վրայով։ Կունդմալան հայտնի զբոսաշրջային վայր է, որը մուսոնների ժամանակ մեծ բազմություն է գրավում։ Պաշտոնյաների խոսքով միջադեպի ժամանակ կամրջի վրա տասնյակ մարդիկ են եղել, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են եղել։ Ականատեսները հայտնել են, որ մարդիկ ընկել են վարարած գետը, իսկ ոմանց քշել է ուժեղ հոսանքը։ Մենք հայերս հաճախ ենք կրկնում, որ փոքր երկիր ենք, սակայն փոքր լինելը ճակատագիր չէ եւ բոլորովին չի նշանակում թույլ լինել։ Վառ ապացույցը Հայաստանից փոքր Իսրայելի եւ մի քանի տասնյակ անգամ մեծ Իրանի ռազմական հակամարտությունն է, որը դեռ շարունակում է լարված պահել ոչ միայն տարածաշրջանը, այլև ամբողջ աշխարհը։ Թեմային հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ։ Օրերս ես հիշել էի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոնում Սպիտակ տանը տեղի ունեցած խիստ կոշտ ու ոչ պատվաբեր լեզվակռիվը։ Հիշեցնեմ, որ լրատվականների հետ զրույցում Թրամփը շարունակում էր լարումը Ուկրաինային հասցեագրելով, որ չես կարող մարտնչել մեկի հետ, ով քեզանից չափսերով մի քանի տասնյակ անգամ մեծ է, նկատի ուներ իհարկե Ռուսաստանին, բայց այս տխրահարճակ ասուլիսից տեսեք ամիսներ են անցել, բայց ինչպես տեսնում ենք այդ բառերը հայելային տրամաբանությամբ են իրականանում, բայց Միացյալ Նահանգների մոտեցումները բոլորովին կարծես այլ են դարձել, եթե չհասկացաք ինչի մասն է խոսքը, Իսրայել-Իրան ռազմական հակամարտության մասին եմ ես խոսում, որտեղ Միացյալ Նահանգները բոլորովին այլ մոտեցում է ցույց տալիս։ Դե ինչ ասել է լավ դաշնակից ունենալ։ Ինչպես Ուկրաինան է Ռուսաստանից զգալի փոքր, ավելի անգամներ Իսրայելն է Իրանից փոքր, բայց թերևս այն դեպքն է, երբ չափսերը իրոք այդքան էլ էական չեն։ Փոքր պետություն բոլորովին չի նշանակում թույլ պետություն, ինչպես նաև մեծ պետություն չի նշանակում հզոր պետություն։ Տեսեք, մեծ պետություններ են Սուդանը, Մոնղոլիան, օրինակ Չադը եւ ինչ դեր են նրանք ընդհանրապես խաղում։ Փոքր պետություններ են միևնույն ժամանակ Սինգապուրը, Լյուքսեմբուրգը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, քիչ առաջ հիշատակված Իսրայելը, ու դուք հասկանում եք, չէ՞ որ այս պետությունները համաշխարհային տնտեսության, գիտության ու ֆինանսական հոսքերի, բարեկեցության ու ելի շատ ու շատ բնագավառների իրապես չափանիշներ են հանդիսանում։ Ու հիմա մեր օրերում տեսեք, այդ փոքրիկ Իսրայելը, որը ի դեպ Հայաստանից էլ է փոքր, ինչ ձեռնոց է նետել տարածաշրջանին, ինչ քայլեր է անում, ինչ բառամթերք է օգտագործում, ու դա գալիս է իհարկե դաշնակցի առկայությունից էլ, Ամերիկայի պես դաշնակից ունի դրանից է, բայց մյուս կողմից եկեք լինենք իրատես, մյուս կողմից իրենք էլ կարող էին այնպիսի իրավիճակ երկրի ներսում ստեղծել, որ այդ ամենը կյանքի չկոչվեր, ու այսօր դաշնակցի աջակցությամբ նրանք, որ հասել են այդ բարձրունքների, գալիս է նաև նրանից, որ ներպետական ինստիտուտներն էլ են աշխատում։ Ես երբեմն մտածում եմ այդ ուղղությամբ, օրինակ, եթե մեզ, հայերիս ու մեր պետությանը այդքան հնարավորություններ տային, ինչպես տվել են ժամանակին ու հիմա էլ տալիս են Իսրայելին, ես վստահ եմ, որ մի քանի մոտ 2 տասնյակ մարդ այդ եղած օգնությունը մեջ կաներ, կեսը կտաներ օֆշորներ, մյուս կեսն էլ իրենց պես անճաշակ դղյակներ կսարքեր Հայաստանում, որպես կանոն ծառերը հատելու արդյունքում ու պարսպապատ կնստեր մռայլ պատերից այն կողմ։ Բայց ոչ։ Մի հատ իրենց բանակը տեսեք, տնտեսությունը տեսեք, կրթական մակարդակը տեսեք, գիտատեխնիկական հագեցվածությունը տեսեք վերջը, սփյուռք եւ հայրենիք կապը տեսեք, ֆինանսական կամուրջներ եւ այսպես շատ ու շատ օրինակներ կարող են բերել։ Բարեկամներ, Իսրայելը ունի 9.6 միլիոն բնակիչ, սակայն ստեղծում է տարեկան ավելի քան $525 միլիարդ համախառն ներքին արդյունք։ Մեկ շնչին բաժին է ընկնում մոտավորապես $54,000, ռազմական բյուջեն
20 միլիարդ դոլար է, որից մոտ 4 միլիարդը երաշխավորում է Միացյալ Նահանգները, իսկ գիտահետազոտական եւ տեխնիկական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի շուրջ 5%-ը։ Հիշեցնեմ, որ այլ երկրների պարագայում միջին ցուցանիշը մոտ 2% է, Իսրայելի պարագայում 5%։ Ու սա պարզապես թիվ ու թվաբանություն չէ, բարեկամներ, ոչ։ Սրանք գործուն փաստեր են, որ մեզ համար եւս պետք է ինչ-որ առումով դաս լինեն։ Մենք որ տառապում ենք փոքրության համախտանիշով, պիտի հասկանանք, որ խնդիրը ոչ թե քանակի մեջ է, այլ որակի մեջ է, բացառապես որակի։ Իսկ այդ որակը կրթությունն է, եւ կրթության միջոցով են հասնում այդ որակին, բայց կրթությունն էլ իր հերթին իրապես երկարաժամկետ գործընթաց է։ Կառավարության նիստերում ես հաճախ լսում եմ Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակական պետք է աճ ապրի, քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, ողջունել է, ինչ խոսք։ Հայրենադարձություն խթանելու ծրագրերի մասին են խոսում, քննարկում, անկեղծ ես մի քանի այդ ծրագրին մասնակցել եմ եւ ոչ միայն, բայց գիտեք ինչ, այս թեմայից շատ չհեռանալով ես մի բան եմ հասկացել, որ այս դարում հայրենադարձության մոդելը բոլորովին այլ է։ Սա 18-19-րդ դարի, անգամ 20-րդ դարի նույն հայրենադարձության մոդելը չէ, որ եղել է 40-ական թվականներին, 70-ական թվականներին, ոչ։ Բարեկամներ, մենք թվային առցանց դարում ենք ապրում։ Մարդը կարող է ապրել աշխարհի մեկ այլ անկյունում, բայց այնքան հայ լինի, այնքան հայ մնա, այնքան հայանպաստ գործունեություն ծավալի, այնպիսի ծրագրեր ստեղծի, որոնք օգուտ կբերեն մեր պետությանն ու պետականությանը, որ 1000, 5000, 10000 հայ այստեղ մայր հայրենիքում ապրելով չկարողանա անել։ Եվ կարող ենք նաև օրինակ 20000 հայի հայրենադարձություն կազմակերպել, ովքեր կգան բացի բողոքելուց ու փնփնթալուց այլ բան չեն անի այստեղ, օրինակի համար։ Ուստի ամփոփելով այս միտքը մենք որակի վրա պետք է աշխատենք։ Մենք տեսնելով մեր շուրջ տեղի ունեցող այս զարգացումները պիտի համահայկական մոդել կերտենք միասին հանուն Հայաստանի աշխատելու ու արարելու գաղափարախոսությամբ։ Մեր հսկայական սփյուռքի փայլուն ճակատներին ոչ թե պիտի կտրենք զարգացած երկրի իրենց կարգավիճակից ու բերենք Հայաստան ու ինչ-որ հին հետամնաց լաբորատորիաներում գործի դասավորենք, այլ պետք է այնպես անենք, որ դրանք մնալով հզոր երկրներում, աշխատելով ու արարելով, կայանալով այդ հզոր համայնքներում, իրենց օգտակար գործունեության գործակիցը, ու գոնե մի մասը, բերեն ու ներդնեն Հայաստանում։ Այս թեմայի շուրջ դեպ մենք առաջիկայում շատ ավելի լայն քննարկումներ ենք ունենալու, ուստի այս պահին այստեղ կդնենք վերջակետ, դուք մտածեք այդ ուղղությամբ, իսկ մենք դեռ կհանդիպենք։ Այլ թեմաներ ման մակնիշի 87 ավտոբուսից 10-ը անսարք է եղել։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Երևանի ավտոբուս ընկերության տնօրենը։ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է ինչու է անսարք ավտոբուսների թիվը մեծ, նաև շեշտել, որ եթե այս տեմպով շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չեն շարունակի գործակցությունը։ Իդեպ այսօրվա խորհրդակցությունում քննարկվել է նաև նոր տրոլեյբուսների ձեռքբերման հարցը։ Այս տարի քաղաքային իշխանությունը նախատեսում է ձեռք բերել 45 տրոլեյբուս։ Երևանի ավտոբուս Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4579 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն 112-ով պակաս կամ մինուս 2.4%։ Պարոն քաղաքապետ, զեկուցումն է սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ 40 միավոր անսարք, որից ման մակնիշի 87 միավորից 10 միավոր, Ժանգթոնգ մակնիշի 562 միավորից 7 միավոր, Հայգեր մակնիշի 103 միավորից 9 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 14 միավոր։ Այսքանը, շնորհակալություն։ Ման մակնիշի ավտոբուսները տոկոսային էլի շատ բարձր է անսարքության թիվը, ինչ է այդպես։ Պարոն քաղաքապետ, ման մակնիշի Պայստամասերի խնդիր ունի էլի ման մակնիշը, էլի հանդիպել ենք անցած շաբաթ, քննարկել ենք այդ հարցը, մի քիչ տեխնիկական խոտաններ լայի հայտ գալիս տեխնիկաների վրա, մեկ փոխարինումը տևում է։ Վերջին 6 ամիսն է, եթե
այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական եւ հստակ փոխանցեք։ Շատ լավ։ Ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից ուղետոմսերի թղթային տարբերակը կվերանա, քաղաքապետն է հայտարարել։ Տիգրան Ավինյանը նշել է, որ Թելսելի գործընկերների հետ ժամկետներն են հստակեցվում։ Նախորդին ուժեղ քամու վերաբերյալ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել։ Վնասվել են շենքշինությունների տանիքներ, մեքենաներ, նաև տապալվել են ծառեր։ Փրկարար ծառայության օպերատիվ խմբերն ու մարտական հաշվարկները գնացել են ահազանգերի հետևից։ Ժամը 19-ի դրությամբ վնասվել են 21 շենքշինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար, տապալվել են 15 ծառեր եւ 8 էլեկտրասյուն։ Ապարանը հոսանքազրկվել էր, անվտանգության նկատառումներով դադարեցվել էր նաև գազամատակարարումը։ Տորնադոյի հետևանքով 4 անձ թեթև վնասվածքներով դիմել է բուժօգնության։ Ամբողջ գիշեր եւ վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավարը տեղակալների եւ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ տեղում մասնակցել է աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Եվ եղանակ վաղը երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հունիսի 18-ից 20-ը եղանակը կլինի առանց ստեղումների։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 7 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։